Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք մեր ավանդական կիրակնօրյա ուղիղ եթերը եւ գիտեք, որ այսօր գարնանային ամենասպասված եւ սիրված տոներից մեկն է, այսօր ծաղկազարդն է, սիրելի բարեկամներ, եւ քանի որ այդպես է համընկել կամ պատահական չէ, կարծում եմ նաեւ, որ մեր կիրակնօրյա ուղիղ եթերները շատ հաճախակի հենց ծաղկազարդի օրն են եթեր գնում, ես որոշեցի չխախտել ավանդույթը եւ հենց այսօրվա վրա նշանակել այս ուղիղ եթերը։ Շատ հետաքրքիր կարևոր թեմաներ ենք այսօր վերլուծելու, քննարկելու։ Գիտեք, որ բավական լարված վիճակ է աշխարհում, ուսումնասիրելու ենք Մարս մոլորակի մուտք առյուծ աստղակերպ եւ Մարսի տարանցում առհասարակ առյուծով եւ նաեւ կանդրադառնանք մայիսին սպասվող զարգացումներին, այնպես որ այս ծաղկազարդի ուրախ տոնով շարունակում ենք մեր ուղիղ եթերը, աստիճանաբար հավաքվեք սիրելի բարեկամներ, որտեղ ինչպես միշտ ասելիքս շատ է, բայց ժամանակը խիստ սահմանափակ եւ ես շատ ուրախ եմ, որ դուք ինձ վստահում եք, սիրելի բարեկամներ, հերթի տակ աշխատել եմ, այս մեկ ամսվա ընթացքում բավականին հոգնել եմ, բայց հույսով եմ ես ձեզ կարողացել եմ լիարժեք օգնել, որովհետև գիտեք, ես 30 տարվա մասնագետ եմ եւ հենց այնպես որևիցե խոսք, որևիցե բառ, որևիցե տառ, որևիցե գործողություն չեմ անում, դուք շատ շնորհակալ եմ ձեզանից ձեր վստահության համար, որ դուք ինձ ենք ընտրում ձեր այսպես հարցերը ուղղելու, ձեր սրտի խորքի եղածը ասելու համար, դեռ ամեն մեկին իհարկե այդ փուչ աստրոհոգեբաններին իհարկե չես ասի սրտիդ, հոգուտ պարունակությունը, դա պարզ է եւ ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ, շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ եք ընտրում մշտապես եւ իհարկե ունենում եք լավագույն արդյունք։ Սիրելի բարեկամներ, աստիճանաբար հավաքվեք, խնդրում եմ գրեք ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի մենք շարունակենք մեր ուղիղ եթեր եւ ես հասկանամ, որ մեր մեջ երկխոսությունը այլ ոչ թե մենախոսություն, գրեք սիրելի բարեկամներ, ես մի փոքր կսպասեմ իհարկե, մինչև մեր հարգարժան լսարանը հավաքվի, մի 10 րոպե կսպասեմ, սիրելիներս, մենք մտնում ենք այս տարվա ամենալարված փուլերից մեկը, մայիսը եւ հունիսը բավականին բարդ եւ լարված ամիսներ են լինելու, այնպես որ շատ կարեւոր է իմանալ այդ կանխատեսումները եւ զգուշանալ զանազան չնախատեսված զարգացումներից եւ վտանգավոր զարգացումներից մայիսը եւ հունիսը բավականին ճգնաժամային ամիսներ են լինելու առհասարակ ամբողջ աշխարհով մեկ եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար։ Սիրելիներս, խնդրում եմ գրեք ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի ես հասկանամ, որ կարող եմ շարունակել իմ խոսքը։ Սիրելի Աննեք Արիջներին ապրիլի 20-ից հետո կարելի է վիրահատություն, ձայնը ցածր է, գրում է Լուսինե Աղաջանյանը, ես կաշխատեմ սիրելի Լուսինե բարձր խոսել, այսպես ոնց է, Սիրելի Աննա Գևորգյան, ես կարծում եմ, որ վիրահատությունը դա շատ բարդ եւ լուրջ խնդիր է եւ դա պետք է անհատական հորոսկոպի միջոցով հստակեցնել այդ օրերը հարմար։ Ինչպես է հիմա ձայնը, սիրելի բարեկամներ, լավ է, ես կաշխատեմ բարձր խոսել, որտեղ քիչ հեռու եմ տեղադրել միկրոֆոնը, որովհետև դե հարմար չի անընդհատ կպցնել շորերին։ Լավ, ինչևից է, սիրելի բարեկամներ, ես հայտնում եմ ձեզ իմ շնորհակալությունը, երախտագիտությունը, որ դուք ինձ եք ընտրում, գալիս եք ինձ մոտ խորհրդատվության, ինչպես օնլայն, այնպես էլ այցելություններ, օնլայն խորհրդատվությունների ժամը ավարտված է, սիրելի բարեկամներ, արդեն էլ
չեմ ընդունում, բայց մի բառի բուն իմաստով երկու տեղ ունեմ այցելության համար։ Այնպես որ եթե ցանկանում եք ինձ անձամբ տեսնել, մինչև ապրիլի 15-ը կարող եք գալ 50% զեղչով եւ մասնակցել իմ գերճշգրիտ խորհրդատվության, արդեն բազմաթիվ մարդիկ օգտվել են եւ շատ գոհ են։ Տուն գնելու դեպքում հարմար է, գրում է Նոնա Մաթևոսյանը։ Իսկ ինչն է հարմար, սիրելի Նոնա, դուք պետք է գրեք, երբ եք ցանկանում այդ բնակարանը ձեռք բերել, ինչպես եք ցանկանում ձեռք բերել, ասենք բարենպաստ է այդ օրը, ինչ-որ վարկավորման համար եւ այլն, դուք պետք է ինքներդ որոշեք, որ օրն է, որպեսզի ես տեսնեմ բարենպաստ է թե ոչ։ Իհարկե, սիրելի բարեկամներ, նաև զեղչերը շարունակվում են բոլոր թալիսմանների համար, գիտեք, որ գալիք շաբաթ այս տարվա ամենահզոր, մոգական, միստիկ, ուժեղ վիբրացիաներով հարուստ, քանի որ դա ավագ շաբաթն է եւ ավագ շաբաթը ըստ էության իրենից ներկայացնում այդ բնության ամենահզոր զարթոնքը, ամենահզոր այսպես վիբրացիան, որը շատ բարենպաստ է զանազան հմայախոսությունների, արարողակարգերի, թալիսմաններ պատրաստելու համար, սիրելի բարեկամներ, այնպես որ այս ավագ շաբաթվա ընթացքում կատարված բոլոր արարողությունները, հմայախոսությունները գործելու են հազարապատիկ ուժով, շտապեք, նաև գիտեք, որ ավագ շաբաթվա զորության գագաթնակետը դա ավագ հինգշաբթին է, այդ խորհրդավոր ընթրիքի օրը եւ այդ ժամանակ անցկացվում է բախտ բացելու արարողակարգը, սիրելի բարեկամներ, եւ եթե ցանկանում եք իհարկե կարող եք պատվիրել, բայց պետք է նախապես պատվիրեք, բախտ բացելու արարողությունը կատարվում է տարին մեկ անգամ, հենց ավագ հինգշաբթի օրը եւ բացում է ձեր հաջողությունը, եթե ինչ-որ խնդիրներ կան, որ դուք չեք կարողանում դրանք լուծել, անընդհատ ձեր ճանապարհին կանգնում են ինչ-որ խոչընդոտներ, ինչ-որ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս դուք լիարժեք կյանքով ապրեք, թե դա լինի գործնական ոլորտում, դա լինի անձնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, պարտքերի հետ կապված, վարկերի, պարտքերի հետ կապված, նույնպես անջատեմ, շատ եք գրում մշտապես, որ ուրախ եմ շատ, որ հենց ինձ են կտրում իբրև ձեր կյանքի ուղենիշ, ուղեցույց եւ այդ բախտ բացելու արարողակարգը առհասարակ ես խորհուրդ եմ տալիս կատարել նաև պրոֆիլակտիկայի համար, այսինքն որպեսզի ձեր հաջողությունը երբևէ չքչանա, այլ տարեց տարի ավելի բարելավի եւ հզորանա, ուժեղանա, դուք ավելի բարձունքների հասնեք, այնպես որ պատվիրեք հատուկ գնով բախտ բացելու արարողակարգը մինչև ապրիլի 17-ը պետք է ասեք նախապես, որովհետև այդ արարողությունը կատարելու համար ինձ անհրաժեշտ է նախապատրաստվել։ Սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի եւ հրաշք Աննե ջան, ուրախ ենք նորից տեսնել ձեզ ուղիղ եթերում այսօր, ինչպես մի շքեղ տեսք ունեք։ Սիրելի Արմինե Գրիգորյան, ես շատ ուրախ եմ, դուք նույնպես շքեղ տեսք ունեք։ Հարմար ժամանակահատվածը վարկավորման ապրիլ եւ մայիս ամիսներին, որ օրերն են ավելի հարմար։ Սիրելի Նոնա Մաթևոսյան, իհարկե արդեն ապրիլի 16-ից հետո, երբ Մերկուրին մուտք գործի Խոյ կենդանակերպ, գիտեք, շատ ավելի բարենպաստ ժամանակահատված է սկսվում, բայց Մերկուրին ստվերային գոտուց դուրս կգա միայն ապրիլի 26-ին, այնպես որ կարող եք այդ ժամանակ ավելի բարենպաստ է հենց ապրիլի վերջում անել։ Բարև ձեզ Աննե ջան, իսկ եթե ունենք Տրիշուլայի կախազարդը, ինչ պետք է անենք ուղղակի օգտագործել որպես սիրելի Ռուզաննա Արությունյան, եթե ունեք Տրիշուլայի քանակը նույնպես արդեն խիստ սահմանափակ է, բառի բուն իմաստով 2-3
թալիսման է մնացել, տրիշուլ է մնացել, այնպես որ եթե ցանկանում եք ձեռք բերել զեղչված գնով, մինչև ապրիլի 16-ը նաև շտապեք ձեռք բերել տրիշուլը։ Կարող դա պարզապես պետք է կրել։ Եթե դուք անհատական թալիսման եք պատվիրում, դա մենք արդեն ակտիվացված վիճակում ձեզ ենք հանձնում։ Բարև ձեզ, ինչ կասեք կարիճների համար, երբ լավ լինելու էլ չեմ համբերում, գրում է Հով Գարիբյանը։ Սիրելի Հով Գարիբյան, դե կարիճները, ասեմ ձեզ, մարդկության 1/12-ը կարիճներ են։ Հիմա ասել, որ բոլորի համար վատ է, սուտ կլինի։ Ասել, որ բոլորի համար լավ է, սուտ կլինի։ Այսինքն դա պետք է դիտարկել ձեր անհատական հորոսկոպի հիման վրա, ինչու եք հազիվ դիմանում, չեք համբերում, չգիտեմ ինչ է պատճառը, որ չեք համբերում։ Ձվով մաքրում կարելի անել։ Սիրելի Ալբերտովնա Դինա, այո, գիտեք, որ սիրելի բարեկամներ, մինչև ապրիլի 27-ը եւ նաեւ ավագ շաբաթվա ընթացքում լուսինը լինելու է մարող եւ շատ բարենպաստ են զանազան մաքրումները, այսինքն ավելորդ ինչ որ երևույթներից, անցանկալի երևույթներից ձեր կյանքը ազատագրելը շատ լավ ժամանակահատված է, իհարկե կարող եք անել բոլոր մաքրումները եւ նրանք նույնպես ազդելու են հազարապատիկ ուժով, այսինքն շատ ճիշտ ժամանակահատված եք ընտրել նման բան կատարելու համար։ Ինչ կասեք ցուլերի մասին։ Դե սիրելի Աննա Գրիգորյան, գիտեք, որ գոյություն ունի աստղային խորհրդատու Աննա Հախվերդյանետի YouTube ալիքը, դուք կարող եք դիտել ամսական կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, իհարկե այդ ալիքում։ Եթե բաժանորդագրված եք, սիրելի բարեկամներ, ես այժմ ուրեմն հղումը ձեզ ներկայացնեմ եւ անպայման բաժանորդագրվեք, այնտեղ դուք կգտնեք զանազան կանխատեսումներ, թե համաշխարհային իրադարձությունների զարգացման, թե Հայաստանի վերաբերյալ, թե կենդանակերպի նշանների վերաբերյալ, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, նաև արևելյան կենդանակերպերի համար կան կանխատեսումներ, մշտապես ինձ հարցում եք նաև արևելյան կենդանակերպերի մասին, ես ունեմ 2025 թվականի կանխատեսումը բոլոր արևելյան կենդանակերպերի համար, սիրելիներս։ Ահա ես այժմ ներկայացնեմ հղումը, դուք անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննա Հախվերդյանի իմ աստղաբանական ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ երկրորդ YouTube-յան ալիքին, Աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, որտեղ դուք կգտնեք գրեթե կյանքի բոլոր իրավիճակների համար հարմար, ուրեմն արարողակարգեր, մահախոսություններ, ինչպես ապրել ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Այցելեք ալիքը, բաժանորդագրվեք եւ այնտեղ բազմաթիվ 400-ից ավել արարողակարգեր կան, որը կարող եք իհարկե կատարել, որևիցե խնդիր չկա եւ հասնել մեծագույն հաջողությունների։ Այժմ ես հղումը կներկայացնեմ հենց մեկնաբանությունների մեջ եւ կանցնենք արդեն մեր բուն թեմային։ Օй, հարցերը շատ են, սիրելի բարեկամներ, եւ առյուծներին ինչ է սպասում։ Սիրելի Գոհար Գարիբյան, ես բոլոր կենդանակերպերին այժմ կանդրադառնամ։ Մի 2 րոպե սպասենք, մինչև բոլորը հավաքվեն եւ հետո սիրելիներս, ես ցանկանում եմ, որ մշտապես իմ բոլոր եթերները լինեն մաքսիմալ օգտակար ձեզ համար եւ հատկապես նրանց համար, ովքեր ուղիղ եթերով են դիտում, այլ ոչ թե արդեն տեսագրությունն են նայում, հա։ Ես ուզում եմ, որ ես գնահատում եմ ձեր այսպես վստահությունը, ձեր հետաքրքրությունը իրական աստղաբանության, իրական էզոտերիկ գիտելիքների, այլ ոչ թե կեղծ, որը բոլոր, այսպես ասած, YouTube-յան ալիքներով հիմա տարածում են այդ կեղծ աստրոհոգեբանները, գիտեք։
այսօր, քանի որ այսօր ծաղկազարդ է, այսօր նպատակադրման օրը եւ դուք կարող եք արագացնել ձեր ամենանվիրական երազանքի իրականացումը, սիրելի բարեկամներ։ Օրվա ցանկացած ժամի ապրիլի 13-ին մեջքով շրջվում ենք դեպի հարավ արևմուտք եւ պատկերացնում եք, որ ձեր ամենանվիրական, ամենաբաղձալի երազանքը արդեն իսկ իրագործվել է։ Պատկերացնում եք դա, մի քանի րոպե անջատում եք ներքին խոսակցությունը, ներքին այդ մշտապես մտքեր եք ունենում, չէ՞, անգամ եթե չեք խոսում, ձեր գլխում մտքեր են պտտվում, այդ մտքերը անջատում եք եւ պատկերացնում եք, որ այդ երազանքը արդեն իրագործվել է, այդ զգացողության մեջ մնում եք 5-ից 10 րոպե եւ ահա այսքանը շատ արագ հաշված օրերի ընթացքում ձեր երազանքը կիրագործվի։ Կարող ենք հենց հիմա դա անել, որովհետեւ այս չինական մետաֆիզիկայի այս տեխնիկան, այս պրակտիկան կապված չէ ժամից, ցանկացած ժամի, ցանկացած վայրում կարող եք դա կատարել, սիրելի բարեկամներ։ Սիրելի բարեկամներ, շատ են ձեր հարցերը։ Ես ուղղակի մենք արդեն 16 րոպե ուղիղ եթերում ենք, ես պարզապես չեմ հասցնի պատասխանել ձեր բոլոր հարցերին եւ միաժամանակ ամբողջ նյութը ներկայացնել։ Սիրելի բարեկամներ, ես ասացի, որ մենք մտնում ենք տարվա բարդագույն շրջանի մեջ, այսինքն մայիսը եւ հունիսը այս տարվա ծանր բարդագույն ամիսներից են լինելու, այնպես որ շատ կարևոր է նաեւ ապահովագրել ձեզ կորուստներից, չգիտեմ, նյութական խնդիրներից եւ այլն, պարտքերից եւ այլն։ Եվ իհարկե մաչելի թալիսման եմ ես հիմա ձեզ առաջարկելու, գիտեք, որ ապրիլի 19-ից արդեն Արեգակը մուտք է գործում ցու կենդանակերպ, իսկ ցու կենդանակերպը կապված է նյութական հաջողության հետ, կապված է մեր ունեցվածքի հետ, եկամուտների աղբյուրների հետ, աշխատանքի հետ, աշխատավարձի հետ, լայն իմաստով դե փողը չէ, աշխատավարձը, եկամուտի հետ։ Եվ կառաջարկեմ ձեզ նամանավանդ, որ այս տարի 9-ի ազդեցության տակ է, որովհետև տարվա թվերի հանրագումարը կազմում է 9, կառաջարկեմ ձեզ շատ հետաքրքիր քարտ թալիսման, սիրելի բարեկամներ, այդ մոգական 9, ահա սա է, տեսեք ինչ սիրուն է պատկերը, այդ 9 տալիս է մեզ նաև նյութական հաջողություն, առաջ խաղացում բիզնեսում, առաջ խաղացում ցանկացած գործնական ոլորտում եւ հետեւի կողմում իհարկե գրված կլինի ձեր փողաբեր կոդը, շատ կարեւոր է պահել այսպիսի քարտ հենց այս տարվա ապրիլի 19-ից հետո, որպեսզի ունենալ նյութական հաջողություն, սա իհարկե շատ հետաքրքիր թալիսման է, նաև կատարում է այս երկրորդ քարտը կատարում է ձեր ֆինանսական ցանկությունը, երկու տարբերակով կան այդպիսի թալիսմաններ եւ սա ձեր դրամապանակում պահելու համար նույնպես փողաբեր թալիսման է, սիրելիներս, ռունագրերով, ինչպես դուք տեսնում եք, այստեղ կան ռունագրեր ամենտեղ եւ դիմացի կողմից եւ հետևի կողմից եւ այստեղ իհարկե գրվելու է ձեր փողաբեր կոդը, սա ձեր դրամապանակում պահելու համար է, հատկապես այդ ցուլերին է վերաբերվում, որովհետև ցու կենդանակերպում շարունակաբար գտնվում է ուրան մորակ, անսպասելի փոփոխությունների ուրան մորակը, որը իհարկե ցու կենդանակերպում տնտեսական ճգնաժամ է առաջացնում եւ ցնցումներ զանազան։ Եվ որպեսզի ապահովագրվեք այդ ցնցումներից, ցանկալի է ձեր դրամապանակում ունենալ այս երկու թալիսմաններ, իհարկե ծալել չի կարելի, դրա համար ես ներկայացնում եմ երկու չափսերը, ասենք փոքր դրամապանակի համար, բայց սա մեծի մեջ էլ կարող եք դնել այս տարվա խորհրդանիշ 9-ով, որը տալիս է մեծ նյութական հաջողություն, եւ այս մեկը։ Արդեն կարող եք պատվիրել, սիրելի բարեկամներ, այս փողաբեր թալիսմանները ապրիլի 19-ից հետո։ Իսկ մինչև ապրիլի 19-ը իհարկե անպայման ապրիլի 17-ին մեզ մտավակ 5 շաբթի պատվիրեք բախտ բացելու արարողակարգը։
կամ ինքներդ էլ կարող եք կատարել, բայց պարզապես անընդհատ դուք գրում եք մենք չենք գտնում այդ Հուանո Ավետարանի հատվածը եւ այլն եւ խնդրում եք, որ ես կատարեմ, ես մեծ սիրով կկատարեմ, եթե նախապես գրանցվեք եւ պատվիրեք, իհարկե եթերից հետո, սիրելի բարեկամներ, ես տեսնում եմ դուք անդադ ինձ նաեւ գրում եք մեսենջերների վրա, բայց եթերից հետո արդեն ես կմանրամասնեմ։ Աննե ջան, ինչպես ձեռք բերել, գրում է Արմինե Գուկասյանը, սիրելի Արմինե, կարող եք պատվիրել զանգահարելով ինձ այս եթերից հետո։ Գները իհարկե այս թայսմանների մաչելի են, ես փորձել եմ այնպես անել, որ մաքսիմալ ձեզ օգտակար լինեմ եւ դուք այդ տնտեսական վայրիվերումներից, տնտեսական ցնցումներից, այսպես խուսափեք, որովհետև մենք հիմա մտնում ենք լրջագույն տնտեսական տուրբուլենտության շրջան, որովհետև գիտեք, որ Թրամփը ըստ էության առևտրական պատերազմ է հայտարարել ողջ աշխարհին եւ հատկապես դա իհարկե ուղղված է Չինաստանի դեմ, Պարսկաստանի դեմ, բայց թիրախում հենց անմիջապես Չինաստանն է, մաքսերը բարձրացրել է 200%-ից ավել է բարձրացրել Թրամփը եւ սա արդեն բաց հակամարտության, այսպես մարտահրավեր է Չինաստանին եւ ամբողջ աշխարհին։ Եվ ես, եթե հիշում եք, դեռևս անցած տարվա վերջում տարվա կանխատեսումների հետ կապված նշել է սիրելիներս, որ կրկնում են այս տարվա այդ խավարումները եւ լուսնային հանգույցների դիրքերը կրկնում են ըստ էության 1929 թվականի մեծ դեպրեսիայի այդ քարտեզը եւ ԱՄՆ-ում կանխատեսել է հենց այդպիսի տնտեսական ցնցումներ։ Դուք գիտեք, որ մեծ դեպրեսիան սկսել է ըստ էության հենց այդ մաքսերի բարձրացումից հետո 1929 թվականին։ Եվ ինչպիսի ողբերգական վիճակում էր ԱՄՆ-ն, դա հերիք չէ Նեպտունի մուտքով կոյ կենդանակեր, որը գիտեք տեղի ունեցավ մարտի 30-ից, առանձին իհարկե եթեր եմ նվիրել Նեպտունի մուտքին խոյ կենդանակեր, որովհետև շատ կարևոր իրադարձություն է, 164 տարին մեկ է տեղ ունենում այդ բացառիկ իրադարձությունից, առանձին եթեր եմ նվիրել դրան, եթե չեք դիտել այդ եթերը, անպայման դիտեք, շատ հետաքրքիր եւ բովանդակալից եթեր է։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, որ Նեպտունի նախորդ անգամ Նեպտունը գտնվում էր խոյ կենդանակերպում 1862 թվականին եւ այդ ժամանակ ԱՄՆ-ում տեղեր ունենում քաղաքացիական պատերազմ, այսինքն այդ բոլոր ցիկլերի համընկնումն է տեղի ունեցել, բացի դա ուրանն է վերադառնում ԱՄՆ-ի քարտեզում, դուք գիտեք, որ ԱՄՆ-ի ստեղծման այդ անկախության հռչակագրի քարտեզը, որը մենք գծագրում ենք հուլիսի 4-ին 1776 թվականի այդ օրվա համար, գիտեք, որ դա անկախության օրն է ԱՄՆ-ի, հուլիսի 4-ը, եւ այդտեղ ուրանը գտնվում է հենց երկվորյակներում, այսինքն նաեւ Թրամփի ուրանն է գտնվում երկվորյակներում եւ ԱՄՆ-ի ուրանն է գտնվում երկվորյակներում եւ այդ բոլոր ցիկլերի համընկնումը ստեղծում է շատ բարդ կացություն այդ պետության համար։ Ես անցած եթերին կարծեմ նշել էի, թե դա խավարումներին նվիրված եթերն էր, հիմա չեմ հիշում, ես նշել էի, որ նաև շատ բախտորոշ է լինելու Հայաստանի համար 26 թվականի առաջին խավարումը։ Այդ խավարումը, սիրելի բարեկամներ, ես ձեզ հիմա հիշեցնեմ, փետրվարի 17-ին է տեղի ունենալու, փետրվարի 17-ին 26 թվականի 16-ից 11 րոպեին եւ դա լինելու է օղակաձև, արևի օղակաձև խավարում։ Ահա։ Եվ այդ պահին լուսինը եւ արեգակը միանալու են որտեղ, սիրելիներս, իհարկե ջրհոսի վերջում 28 աստիճան ջրհոսում, սիրելիներս, եւ դա փաստացի Հայաստանի Հանրապետության լուսնի դիրքն է, այսինքն Հայաստանի Հանրապետության լուսնի վրա, որը խորհրդանշում է ժողովրդին, բայց ԱՄՆ-ի լուսնի դիրքն էլ է, այսինքն ԱՄՆ-ի հորոսկոպում անկախության հռչակագրի եւ մեր հորոսկոպում երրորդ հանրապետության Հայաստանի երրորդ հանրապետության հորոսկոպում
լուսինները նույն դիրքում են եւ ահա այդ խավարումը միաժամանակ վերաբերվելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ԱՄՆ-ին, այսինքն դա լրջագույն խնդիրներ է առաջացնելու, էլ չասած, որ այս տարվա լուսնի խավարումները, նաեւ արևի խավարումները, ես կասեի անմիջականորեն անցնում են հենց ԱՄՆ-ի տարածքով, այդ ստվերը անցնելու է եւ դիտվելու են այդ խավարումները, այսինքն արդեն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ն պատուհասելու է լրջագույն ճգնաժամ, տնտեսական ճգնաժամի մասին է խոսքը, չասած, որ մշտապես երևի մի շաբաթ չկա, որ ինչ որ ինքնաթիռ չընկնի, չվթարվի ԱՄՆ-ում եւ սա նույնպես ես կանխատեսել է, երբ մենք ուսումնասիրում ենք Դոնալդ Թրամփի երթմնակալության այդ օրը, երբ Սպիտակ տան հենց վրա կայծակ խփեց եւ նաեւ Ջորջ Վաշինգտոնի հուշահամալիրին այդ կայծակը խփեց եւ դա իհարկե ես գնահատեցի իբրև չարագուշակ խորհրդանիշ նշան եւ զգուշացրեցի, որ ոչ մի լավ բան չի սպասվում ԱՄՆ-ին այս պայմաններում։ Այնպես որ սիրելի բարեկամներ գնալով իհարկե բարթանում է վիճակը եւ Թրամփը ինքը, քանի որ նրա արեգակ Ուրանի հետ է, ես մանրամասն վերլուծել եմ Դոնալդ Թրամփի հորոսկոպը, դա նշանակում է, որ շատ անկանխատեսելի գործիչ է, էքսցենտրիկ գործիչ է եւ նա որևիցե մեկին չի լսում, նա լսում է մենակ ինքն իրեն եւ բնականաբար այստեղ առաջանում են զանազան սխալներ, խնդիրներ եւ խնդիրներ։ Հիշեցնեմ սիրելի բարեկամներ, որ այսօր նպատակադրման օր է ապրիլի 13-ը, ցանկացած ժամի, ցանկացած վայրում մեջքով շրջվեք դեպի հարավ արևմուտք եւ պահեք ձեր ամենանվիրական երազանքը։ Շարունակենք։ Դե գիտեք, սիրելիներս, այժմ ես կաշխատեմ ձեզ այսօր երկար չպահել, որովհետև այսօր ծաղկազարդն է եւ հասկանում եմ, որ ցանկանում եք գնալ եկեղեցի, նամանավանդ նաեւ այսօր լիալուսին է, սիրելի բարեկամներ, դա նույնպես նշեմ եւ այսօրվա ընթացքում կատարեք բոլոր արարողակարգերը, մաղախոսությունները, որոնք հենց նախատեսված են լիալուսնի համար։ Իսկ այժմ ներկայացնեմ Մարս մորակի մուտքը, ուրեմն առյուծ կենդանակերպ։ Ինչով է խնդրահարույց։ Հակոբ Խաչատրյանը շատ հետաքրքիր հարց է տալիս, կարելի է ասել, որ մարդը կենսաբանական մատրիցա է։ Սիրելի Հակոբ, այո, որոշ իմաստով մարդը ուրեմն կենսաբանական մատրիցա է եւ հենց այս աստղաբանությունը ընդհանրապես իրական աստղաբանության մասին է խոսքը, ոչ թե աստրոհոգեբանությունը, որը կեղծ գիտություն է եւ որը չի բացատրում իրականությունը, այլ պարզապես այսպես հեքիաթներ է պատմում մարդկանց, հեռացնելով նրանց իրական գիտելիքից եւ արևմտյան աստղաբանությունը եւ բացին չինական աստղաբանությունը ցանկացած տեսակի կանխատեսական համակարգ, որը հիմնված է հենց այդ մորակների շրջապտույտի վրա, տարվա եղանակների փոփոխության վրա եւ աստղերի շրջապտույտի վրա, տեսանելի շրջապտույտի վրա, դա ըստ էության մարդու գենետիկայի մասին մեծ տեղեկատվություն է տալիս, այսինքն մենք արդեն գիտենք, հիմա 21-րդ դարն է, մենք գիտենք գիտականորեն, որ մարդու հետ ցանկացած զարգացում, որը տեղի է ունենում, դա տեղի ունենում նրա գենետիկական կոդի հիման վրա, այսինքն անգամ գիտնականները պարզել են, որ որոշ ընտանիքներում նույն ժամանակ մահեր են տեղ ունենում, նույն տարիքում, ենթադրենք ինչ որ ընտանիքում, այսպես 37 տարեկան, ինչ-որ շատ վտանգավոր տարեթիվ է եւ այդ ժամանակ հենց տեղ են ունենում մահեր, կարող է վթարից լինել, կարող է ինչ-որ հիվանդանալ, մահանալ, պատահականություն, ինչ-որ գլխին քար ընկնի, այդպիսի դեպքեր կան եւ գիտնականները հաստատում են, որ ամենը մարդու գենետիկական կոդում է գրանցված, այսինքն դա եւ դա կապված է աստղերի, մորակների շրջապտույտի հետ, այսինքն այն
մեր ստեղծողները, մեր այդ ամբողջ արարչագործությունը մարդու այդ ամենը ներդրել է մարդու գենետիկական կոդում, սա է, այսինքն ներդրել է նրա կապը արդեն աստղերի, մոլորակների շրջապտույտի հետ եւ այլն, այդ իմաստով իրոք մարդը կարելի ասել, որ կենսաբանական մատրիցա է։ Լավ, սիրելիներ, շատ հետաքրքիր հարցեր եք տալ, շատ ուրախ եմ, որ ձեզ հետաքրում է իրական գիտությունը, բայց մենք անցնենք Մարս մոլորակին։ Ինչու ենք մենք այդքան մեծ կարևորություն տալիս Մարս մոլորակի այդ դիրքի փոփոխության, այսինքն գիտեք, որ ապրիլի 18-ին, սիրելիներս, Երևանի ժամանակ 8:20 Մարս մոլորակը մուտք է գործում առյուծ, վերջապես լքելով Խեցգետնին կենդանակերպը, որը իհարկե Մարսի համար այնքան էլ հաճելի տարածք չէ, որտեղ Խեցգետնին աստղակերպում նա ընկնում է, նրա զորությունը թուլանում է, նա վտարվում է այնտեղից, Խեցգետնից, դե բնականաբար, քանի որ Խեցգետնինը դա լուսնի այսպես ասած թագավորությունն է, լուսնի կալվածքն է, իսկ լուսինը ավելի երկչոտ, մեղմ, էմոցիոնալ, կանացի մոլորակ է, Մարսը հակառակը, նա ակտիվ, նախաձեռնող, ռազմի մոլորակ է Մարսը, եւ այդ իսկ պատճառով լուսնի զորության կենդանակերպերում թե ցուլ նշանում եւ թե Խեցգետնում Մարսը թուլացած, ցենկած է, իրեն լավ չի զգում եւ ահա նա մտնում է առյուծ, դա տեղի կունենա Երևան ժամանակ 20 ապրիլի 18-ին եւ Մարսը կգտնվի առյուծ կենդանակերպում մինչեւ հունիսի 17-ը։ Նու այստեղ ինչն է շատ վտանգավոր, այն հանգամանքը, որ անմիջապես մտնելով առյուծ կենդանակերպ Մարսը սկսում է դիմակայել ավերիչ Պլուտոն մոլորակին, որը գիտեք արդեն 2024 թվականի նոյեմբերի 20-ից 20 տարով մուտք է գործել ջրհոս, այսինքն այս դիրքը շատ վտանգավոր է ամբողջ, այսպես ասած, աշխարհի խաղաղության համար։ Եվ դա իսկապես այդպես է։ Իսկապես եղել են, եթե մենք այսպես վերցնենք, գիտեք, որ Մարսը դեկտեմբերից 2024 թվականի շարժվում էր հետընթաց, դեկտեմբերի 12-ից ընթանում էր հետընթաց մինչև փետրվարի 24-ը 25 թվականի։ Եվ նա արդեն իսկ անցել է այդ Պլուտոնի հետ դիմակայությունը։ Ես կանխատեսել եմ, որ Մարսի եւ Պլուտոնի դիմակայության պայմաններում, իսկ դա 2024 թվականի հոկտեմբերի վերջն էր, հնարավոր է հարձակում Պարսկաստանի վրա, շատ բարձր է հավանականությունը, որ տեղի կունենա Պարսկաստանի վրա լայնածավալ հարձակում, որը եւ տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, հենց նախորդին, երբ Մարսը պետք է այդ դիմակայությունը կազմեր Պլուտոնի հետ, որը դեռևս չէր անցել ջրհոս, այսինքն Մարսը գտնվում էր Խեցգետնի վերջին աստիճան եւ Պլուտոնը 29 աստիճան այս եղջյուրում 29 աստիճան այս եղջյուրը դա Մարսի փառավորման ամենաբարձրագույն զորության կետն է եւ ահա այդ դիմակայության պայմաններում Իսրայելը հարձակվեց ուրեմն Պարսկաստանի վրա, որը ուրեմն տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին 24 թվականին եւ սա իհարկե հատուկ ինչ որ անուն ուներ Դնիպակայանը, ինչ-որ sense անուն ուներ, ամեն մի Իսրայելի հարձակում ինչ-որ հատուկ այսպես վտանգավոր սահմռկեցուցիչ անուն է ունենում եւ դա իհարկե շատ մեծ վտանգ էր ներկայացնում արդեն Պարսկաստանի համար, բայց բարեբախտաբար այսպես պատասխանհարված չեկավ եւ չսանձարձվեց այդ ԱՄՆ-ի համար այնքան բաղձալի Իսրայելը իրանյան այդ պատերազմը դա չսանձազերծվեց, բայց պետք է ասել սիրելի բարեկամներ, որ անբանից հետո երբ արդեն Պլուտոնը մուտք գործեց ջրհոս, այսինքն նոյեմբերի 20-ին 2024 թվականին Մարսը այնուհետև սկսեց դանդաղացնել իր շարժը եւ կրկին սկսեց մոտենալ Պլուտոնի այդ չարաբաստիկ պատերազմի մոլորակ Պլուտոնի այդ դիմակայության եւ դա տեղի ունեցավ նոյեմբեր ամսվա ընթացքում, սիրելի բարեկամներ, եւ արդեն գիտեք, որ նոյեմբերի 27-ին սկսվեց այդ ռազմական գործողությունները Սիրիայի հանրապետությունում, որը որ տևեց մինչև դեկտեմբերի 8-ը,
Եվ դեկտեմբերի 8-ին սիրելիներս 2024 թվականի այդ ռազմական գործողությունները, որը ըստ էության ղեկավարում էր Էրդողանը, ղեկավարում էին թուրքական զորքերը, այսինքն թուրքական զորքերը ահաբեկիչների հետ միասին, ուրեմն գրավեցին Սիրիան նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 8-ը, այդ 24 թվականի իրադարձություններն եմ ձեզ ներկայացնում եւ ահա այդ ժամանակ արդեն հենց կրկին Մարսը դիմակայում էր Պլուտոնի հետ եւ ես Ասադի մասին գահընկեց արված Ասադի մասին ձեզ պատմեցի, որ Ասադը արաբերենից թարգմանաբար նշանակում է առյուծ եւ զգուշացրեցի, որ իհարկե սա վատ կարող է ավարտվել Ասադի համար եւ այդպես էլ եղավ այդ Պլուտոնը, որը գտնվում է ջրհոսում, անդադ դիմակայում է առյուծին, առյուծ կենդանակերպին եւ այն բոլոր պետությունները, տերությունները, երկրները, կայսրությունները, ովքեր իրենց խորհրդանիշների մեջ զինանշան կլինի, թե դրոշ կլինի, թե ունեն առյուծի պատկեր, իհարկե նրանք հարվածի տակ են, իսկ Ասադը հենց ինքը առյուծ է նշանակում արաբերենից թարգմանված, դրա համար դա հարվածի տակ գավ եւ ըստ էության այդ Ասադների կլանը, որը իշխում էր 50 տարուց ավել Սիրիան, նա իհարկե գահընկեց հարվեց։ Այս սա ինչու մենք այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում հենց Մարսի եւ Պլուտոնի այդ դիմակայությանը։ Ես հենց այնպես սիրելի բարեկամներ ոչ մի կանխատեսում չեմ անում, բոլոր կանխատեսումները հիմնված են ռեալ փաստերի վրա, այլ ոչ թե զանազան սատանիստների, ինչպիսի Լեդի Գագա եւ այլն, Լեդի Գագայի խոսքերը ինչ որ շատ մեծ նշանակություն են տալիս այդ կեղծավոր աստրոհոգեբանները, այդ դրանք բոլորը սատանիստներ են Լեդի Գագան եւ ընդհանրապես հոլիվուդյան աստղերի մեծամասնությունը նրանք սատանիստական աղանդների են պատկանում եւ այո այդ սատանիստական ինչ որ չգիտեմ օրգիաների ժամանակ նրանց կարող է ինչ որ ինֆորմացիաներ գալ, բայց դա չի նշանակում որ դա ճշմարտություն է կամ դա պետք է այսպես լուսաբանվի, քարոզվի Լեդի Գագայի մասին, դա ըստ էության սատանիզմի քարոզ է սիրելիներս, եկեք ճշմարտությունը ես ձեզ ասեմ։ Պարզապես զարմանում եմ, որ այդպիսի իրեն աստղաբանի տեղ դրած աստրոհոգեբան Լեդի Գագայից է խոսում, ծիծաղելի ուղղակի։ Մի խոսքով, դա հենց այնպես եւ մենք փաստորեն ինչ ունենք, մենք ունենք այդ նույն իրավիճակ, այսինքն Մարսի եւ Պլուտոնի դիմակայություն ունենք նաեւ ապրիլի վերջում, ապրիլի 18-ից հետո, երբ Մարսը մոտ գործի է առյուծ, իսկ առյուծը գիտեք, որ դա գերտերությունների, չգիտեմ, կայսրությունների խորհրդանիշն է առյուծը, կայսրերի խորհրդանիշն է եւ երբ Մարսը հայտնվում է առյուծում, նրանց ռազմական հռետորաբանությունը շեշտակի աճում է բնականաբար, այսինքն նրանց ձգտումը կիսել աշխարհը կհասնի գագաթնակետին եւ դա ըստ էության ապրիլի վերջ եւ մայիսի սկիզբն է լինելու մեզ մոտ ապրիլի 21-ին սիրելինես արդեն լուսինը կմիանա Պլուտոն մորակի հետ 3 աստիճան ջրհոսում եւ կձևավորվի այսպես ասած մեծ քառակուսին, կսկսի ձևավորվել մեծ քառակուսին մի կողմից Արեգակը, որը արդեն ապրիլի 19-ից մուտք կգործի ցուրտ կենդանակետ, մյուս կողմից Սև լուսինը, որը արդեն իսկ մարտի վերջից իհարկե նա մուտք է գործել կարիճ եւ դիմակայում է Արեգակին, այսինքն սև ուժերը դիմակայում են լուսավոր ուժերին, պայծառ ուժերին, դա պարզ է լուսինն ու Պլուտոնը մյուս կողմից, որոնք գտնվելու են ջրհոսում, դա ապրիլի 21-ն են բացատրում եւ մյուս կողմից արդեն Մարսը, որը մոտենում է Պլուտոնի այդ դիմակայությանը, ու սա արդեն սկիզբը կլինի այդ ռազմական հռետորաբանությանը, պահանջներին, ուժի դիրքերից է խոսում Տրամպը, գիտեք, որ կենտրոնացրել է մեծ ուժեր Հնդկական օվկիանոսում Պարսկաստանի դեմ, եւ այս ամենը տեսնենք ինչ զարգացում կունենա հենց ապրիլի 21-ին եւ ապրիլի 27-ին արդեն դա տեղի կունենա ապրիլյան նորալուսինը, սիրելի բարեկամներ, 23:30 րոպեին տեղի ունենալու ապրիլյան նորալուսինը 7 աստիճան ցուրտ կենդանակերպում եւ առավոտյան արդեն Մարսը սկսելու է ճշգրիտ դիմակայություն կազմել չարաբաստիկ այդ Պլուտոն մորակի հետ, որը խիստ
իհարկե անբարենպաստ է, այդ ապրիլի 27-ը շատ բարդ օր է լինելու, շատ լարված օր է լինելու, ու արդեն հնարավոր ինչ-որ քայլեր, եթե պիտի ձեռնարկեն քայլեր, եթե պետք է Պաշտպանության բանկոծվի, դա ապրիլի 27-ին, իհարկե դա չի հանգեցնելու Իրանի Իսլամական Հանրապետության ոչնչացման որպես պետություն, այսինքն դա չի հաջողվի անել պարզապես Տրամպին եւ ոչ էլ Բիբիին, դա բայց այնուամենայնիվ նրանք փուլ առ փուլ փորձելու են մեծագույն վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ եթե սկիզբը կդրվի այդ ապրիլի 27-ին, ապա շարունակությունը կլինի օգոստոսի վերջում, դա ավելի վտանգավոր դիրքավորումներ են Իրանի Իսլամական Հանրապետության համար, այնտեղ Սատուրն է մոտենում Իրանի Իսլամական Հանրապետության արեգակին, Սատուրնը մայիսի 25-ին մոտ կգործի խոյ կենդանակերպ, իսկ Իրանը խոյ կենդանակերպի տակ է ձևավորված Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ մյուս կողմից էլ արդեն արեգակը կմոտենա Իրանի Սատուրնին ու իհարկե արդեն օգոստոսի վերջում մենք ավելի մանրամասն կխոսենք այդ ամենի մասին, բայց ես ընդհանուր ընթացքն եմ ձեզ ներկայացնում։ Ապրիլի 30-ին, սիրելի բարեկամներ, Վեներան սիրով գեղեցկության մորակը մուտք կգործի խոյ եւ սա նույնպես ռազմական հռետորաբանության աճի մասին է խոսում։ Եվ նույնը մայիսի սկզբին բավականին լարված են դիրքերը, մայիսի սկզբին նույնպես մայիսի 3-ին լուսինը կրկին կմիանա Մարսին եւ կդիմակայի Պլուտոնն օրակին։ Մայիսի 3-ին եւ 4-ին պես լարված իրավիճակ է, որտեղ լուսինը միանում է Մարս մորակին 6 աստիճան առյուծում եւ դա այսպես թագավորական աստիճանում է, դե եւ Մարսը թագավորական աստիճան հռետորաբանությունը գերտերություններին է, թագավորներն են դիմակայելու։ Նաև շատ, ասեմ, որ մայիսի 10-ին, ընդհանուր եթե խոսենք մայիսի աստղաբանությունից, մայիսի 10-ին Մերկուրին, կապեր հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք է գործելու ցուր, որը խթանելու է տնտեսական ակտիվությունը։ Այսինքն, եթե ինչ-որ գործարքներ կարևոր ունեք, ֆինանսական ուզում եք ակտիվություն ինչ-որ մտցնեք, դա մայիսի 10-ից հետո, իհարկե մինչև 26 մայիսի, երբ Մերկուրին կմտնի երկօրյակներ, բայց պետք է հասկանալ, որ այսպիսի լարված իրավիճակում, մորակային ընդհանուր իրավիճակում եւ իհարկե նաեւ տնտեսական ցնցումների պայմաններում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ տնտեսական ցնցումները Տրամպի այդ քաղաքականությունը հանգեցնելու է վաղ թե ուշ եւ արդեն հնարավոր է դա մայիսին զգացվի տնտեսական ցնցումների։ Պես որ սիրելիներս պետք է շատ զգուշանալ։ Այս տարի ես գլոբալ իմաստով խորհուրդ չեմ տա ձեզ նոր բիզնես ստեղծել, այսինքն այն բիզնեսը, որը դեռ նոր պիտի աճի, բարգավաճի, հասնի ինչ-որ բարձր մակարդակի, եկամտաբերություն եւ այլն։ Փոքր ներդրումներ կարող եք դա անել իհարկե, բայց մեծ ներդրումները, մեծ գլոբալ տնտեսության հետ կապված դա շատ վտանգավոր է այս տարի անել։ Դա շատ անկանխատեսելի է Տրամպի այդ քաղաքականությունը։ Մայիսի 11-ին, սիրելի բարեկամներ, Լուսինը եւ Մարսը կկազմեն լարված քառակուսի, նույնպես Պլուտոնի հետ է տալ քառակուսին Լուսին, Պլուտոն, Մարս 10 աստիճան առյուծ եւ 10 աստիճան կարիճ։ Իսկ մայիսի 12-ին 20:55 րոպեին տեղի կունենա մայիսյան լիալուսինը 22 աստիճան կարիճ կենդանակերպում, այստեղ մոտակայքում գտնվելու է նաև սև լուսինը, որ իհարկե այս լիալուսինը դարձնելու է ավելի այսպես չարագուշակ եւ վտանգավոր։ Այնպես որ ես բոլոր լուսնային ամսվա առանցքային կետերը պահերասում եմ, սիրելի բարեկամներ, խնդրում եմ մշտապես դիտել իմ եթերները, նաև Աստղային խորհրդատու Անե Հախվերդյանի հետ այդ ելույթները, այնտեղ իմ բոլոր տեսանյութերը, որովհետև անդադ զանգում եք, հարցնում եք երբ է նորալուսինը, երբ է լիալուսինը, այդ ամենը կա, ես եթերներում շատ մանրամասն, պակոստը չկամ, ամեն ինչ բացատրում, այնպես որ զանգելու կարիք չկա դրա համար։ Եվ իհարկե մայիսի երկրորդ կեսը շատ ավելի լարված է եւ այդ լիալուսնից հետո մայիսի 18-ին նաեւ Մերկուրին եւ Մարսը կկազմեն լարված քառակուսի 13 աստիճան ցու նշանում գտնվելու է Մերկուրին եւ Մարսը նույնպես 13 աստիճան առյուծում։ Ճիշտ է,
Մայիսի 21-ին Մարսը գեղեցիկ եռանկյունի կկազմի Վեներա, մորակե սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի, դե դա լավ է անձնական հարաբերություններ կառուցելու, ամուսնանալու եւ այլն։ 15 աստիճան առյուծում գտնվելու է Մարսը եւ 15 աստիճան Խոյ նշանում գտնվելու է Վեներան, բայց այդ տնտեսական ընդհանուր ակտիվության համար մայիսի հատկապես երկրորդ կեսը բավական խնդրահարույց է, ինչու, որովհետեւ մայիսի 17-ից 20-ը, սիրելի բարեկամներ, Արեգակը միանալու Ուրան մորակի հետ ցու կենդանակերպի 27 աստիճան, այսինքն մինչև դուրս գալը ցու նշանից Արեգակը ուրեմն մինչև մայիսի 21 Արեգակը միացած է մնալու Ուրան մորակի հետ, որը լրջագույն ցնցումներ է առաջացնում տնտեսական ոլորտում եւ դա շատ անկանխատեսելի զարգացումներ կարող ենք անկնկալել հենց այդ ժամանակահատվածում։ Հա, դե մայիսի սկզբին իհարկե Արեգակը Մարսի հետ էր քառակուսի, իսկ հետո էլ միանում է Ուրան մորակի հետ, որը նույնպես շատ այսպես բարդ զարգացումների մասին է խոսում։ Ինչով է բարդ նաև մայիսի երկրորդ կեսը, սիրելի բարեկամներ, մայիսի 25-ին 7:35 րոպե Երևանի ժամանակով Սատուրնը, սահմանափակումների մոլորակ Սատուրնը մուտք է գործում Խոյ, այսինքն լքելու է ձկներ, գիտեք 2 տարի շարունակ Սատուրնը գտնվում էր ձկներում եւ նա առաջին անգամ մուտք կգործի Խոյ։ Իհարկե վերջնականորեն Սատուրնը կհայտնվի Խոյ կենդանակերպում արդեն 26 թվականին, սիրելի բարեկամներ, եւ դա կլինի արդեն հենց 26 թվականի սկզբին արդեն նա մուտք կգործի Խոյ կենդանակերպ։ Այժմ ես նայեմ, տեսնեմ կոնկրետ որ օրն է տեղի ունենալու այդ ինգրեսիան Սատուրն մորակի ինգրեսիան Խոյ կենդանակերպ 26 թվականին։ Վերջնականորեն երբ Սատուրնը մուտք կգործի Խոյ, դա տեղի կունենա փետրվարի 14-ին, այսինքն այդ խավարումների միջանցքին հենց անմիջապես մոտ փետրվարի 14-ին Սատուրնը մուտք կգործի Խոյ կենդանակերպ 26 թվականի մասն է խոսք, արդեն մշտապես կգտնվի Խոյ կենդանակերպում եւ այստեղ նույնպես սա, քանի որ Սատուրնի թուլության նշանն է, ուժեղ կլինեն արդեն Ուրանը, ուժեղ կլինի Պլուտոնը, ուժեղ կլինի Նեպտունը, այսինքն բարձրագույն մորակների ուժեղ լինելու պայմաններում Սատուրնի թույլ լինելու պայմանում դա նշանակում է, որ անկանխատեսելի զարգացումները շատ այսպես վտանգավոր զարգացումների հավանականությունը կբարձրանա զգալիորեն 26 թվականի սկզբին նաև։ Ես առանձին եթեր կնվիրեմ մայիսի վերջին Սատուրն մորակի մուտքին Խոյ կենդանակերպ եւ թե ինչ է սպասվում բոլոր կենդանակերպերին այդ կապակցությամբ, իհարկե հատկապես Խոյերին է դա, այսպես ասած, խոյահարելու, պոզահարելու, որովհետեւ Սատուրնը սահմանափակումների մորակ է, իսկ Խոյ կենդանակերպը շատ ակտիվ նախաձեռնող բնույթ ունի եւ անհամբեր է Խոյը եւ չի սիրում սահմանափակումներ, այդ պատճառով իհարկե Սատուրնը այստեղ շատ վատ է իրեն զգում եւ Խոյերին նույնպես այնպես կվարվի, որ Խոյերը նույնպես այսպես իրենց վատ կզգան, դա առանձին ես եթեր կնվիրեմ դրան։ Եվ ի վերջո մայիսյան նորալուսինը, սիրելիներս, մայիսյան նորալուսինը տեղի կունենա մայիսի 27-ին 7:02 րոպե 6 աստիճան երկորակներում կմիանան Արեգակն ու Լուսինը, դա հանճարեղության աստիճանն է, որը իհարկե շատ բարենպաստ նորալուսին է, մեզ համար շատ ուրախալի նորալուսին է, շատ այսպես մի փոքր այդ լարվածությունը կթեթևանա, կմեղմանա, բայց հունիսը նույնպես շատ լարված ամիս է մեզ մոտ, իհարկե հաշվի չառնելով, որ Յուպիտերը մուտք կգործի Խեցգետին կենդանակերպ, դա այս տարվա գրեթե միակ ամենաբարենպաստ իրավիճակն է, այսպես մորակային դիրքն է։ Սիրելիներս, արդեն մենք 48 րոպե ուղիղ եթերում ենք, ես հասկանում եմ, որ դուք արդեն օգնել եք, իսկ այժմ ես ներկայացնեմ նաև թե ինչ է սպասվում կենդանակերպերին Մարս մորակի մուտքի պահից հետո, այսինքն ապրիլի 18-ից մինչև հունիսի 17-ը, ինչ է սպասվում կենդանակերպերին։ Մարս մորակը, գիտեք, այդ ապրիլի 18-ին մտնում է Արիոս կենդանակերպ։ Հատկապես բարենպաստ է այս դիրքը, սիրելի բարեկամներ, հրեղեն նշանների համար, այսինքն Խոյերի եւ աղեղնավորների համար, նաեւ առիթների համար շատ բարենպաստ է, ինչ է տեղի ունենում Մարսը մուտք գործելով
առյուծ հայտնվում է սիրելի խոհեր ձեր 5-րդ աստղատան, իսկ 5-րդ աստղատունը երեխաների, հաճույքների, հանգստի, շահումի, բիզնեսի հետ կապված տուն է եւ դա այստեղ ակտիվություն է բերում։ Մարս մոլորակը, որտեղ հայտնվում է, նա բերում է մեծ ակտիվություն, մեծ էներգիա։ Այսինքն, եթե դուք երկար ժամանակ երազել եք հղիության մասին, սիրելի խոհեր, ապա ապրիլի 18-ից հետո շատ հավանական է։ Եթե արդեն իսկ հղի եք, դա կարող է խնդիր լինել, այսինքն Մարսը կարող է ինչ-որ բարդություններ առաջ, դա պետք է տարբերակել։ Եվ նաև եթե արդեն ունեք երեխաներ, նրանք ձեզ կուրախացնեն, եթե հատկապես սպորտով են սիրում զբաղվել այդ երեխաները, նրանք մեծ հաջողություններ են ունենալու սիրելի խոյեր, այսինքն գրավելու են առաջի տեղեր, չեմպիոնատներ են շահելու եւ այլն եւ այլն։ Բարենպաստ է նաև բիզնեսի համար, այսինքն եթե մինչ ապրիլի 18-ի իհարկե բավականին լարված էր ձեր կյանքը սիրելի խոհեր, որտեղ Մարսը քառակուսի էր առաջացնում ձեր արեգակի հետ, որ առաջացնում է կոնֆլիկտներ, լարված իրավիճակներ, հատկապես տան ընտանիքում, ապա այժմ իհարկե ավելի ներդաշնակ պայմաններ կլինեն ընտանիքում, ավելի սիրալիր հարաբերություններ կլինեն ընտանիքում, սիրային հարաբերությունների համար լավ է, եթե դեռ ամուսնացած չեք սիրելի խոհեր կամ միայնակ եք ձեզ զգում, չգիտեմ ինչ պատճառներով, ապա Մարսը 5-րդ տանը բավականին կակտիվացնի այս սիրային ոլորտը, ես նկատի ունեմ, նույնպես շատ բարենպաստ է։ Մի խոսքով շատ այսպես полный вперед խոհերի համար, ճիշտ է Նեպտունը մուտք է գործել արդեն խոյ կենդանակերպ, մի փոքր էներգիան ձեր ցվրված է, չեք կարողանում կենտրոնանալ ինչ-որ նպատակի վրա, բայց Մարսը նպատակասլացության մոլորակ է, որովհետև նա նետ է, ուղղված դեպի կոնկրետ նպատակ, այդ իսկ պատճառով պետք է հստակեցնել ձեր նպատակները եւ ծրագրերը։ Ու իհարկե ավելի բարենպաստ է երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված, հաճույքների հետ կապված, սիրո հետ կապված։ Այդ ոլորտում եթե դուք ակտիվ գործողություններ ձեռնարկեք սիրելի խոհեր, կունենաք հաջողություն եւ կհասնեք ձեզ ցանկացած հանգրվանի, համենայն դեպս մինչեւ հունիսի 17-ը։ Սիրելի ցուլիկներ, Մարսը մուտք գործելով խոյ կենդանակերպ հայտնվում է առյուծ կենդանակերպ հայտնվում է ձեր 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատանը դա տունն է, տուն, ընտանիք, հայրենիք, այսինքն իհարկե արդեն լարվածություն է ստեղծվելու, որովհետև ցուլի եւ առյուծի միջև առկա է 90 աստիճան, այսինքն քառակուսի հայեցողությունը, որը կարող է բերել կոնֆլիկտների ընտանիքում, ծնողների հետ ինչ-որ անհաշտության, ամուսինների միջև գրստությունների, երեխաների եւ ծնողների միջև ինչ-որ կոնֆլիկտների եւ այլն, եւ նաեւ հիվանդություններ, որտեղ Մարսը փոքր դժբախտության մոլորակ է, դա չմոռանանք, դա կարող է առաջացնել հենց ուրեմն այդպիսի խնդիրներ, առողջական խնդիրներ։ Դե 4-րդ տունը նաև կապված է տան հետ, այսինքն ձեր անշարժ գույքի հետ կապված, եթե դուք ուզում եք ինչ-որ ակտիվ փոփոխություններ, ապա կամ վերանորոգում, կամ ինչ-որ վաճառեք ձեր տունը, նոր բնակարան ձեռք բերեք, ապա այդ ամենը կարող եք անել ապրիլի 18-ից մինչև հունիսի 17-ը։ Սիրելի երկվորյակներ, Մարսը մուտք գործելով ձեր ուրեմն առյուծ հայտնվում է ձեր 3-րդ աստղատան, իսկ 3-րդ աստղատունը գիտեք, որ կապված է ճամփորդությունների, շարժական գույքի հետ է կապված, այսինքն հնարավոր է նոր ավտոմեքենա ձեռք բերեք կամ վերանորոգեք արդեն հինը, հնարավորություն ունեք նոր ծանոթությունների, անձնական բնույթի, գործնական բնույթի, շատ ակտիվ կյանք եք վարելու ապրիլի 18-ից հետո եւ մինչեւ հունիսի 17-ը, քանի որ Մարսը գտնվելու է ձեր 3-րդ ուրեմն աստղատանը, նոր ծանոթություններ, ակտիվություն, չգիտեմ, լավ լուրեր ձեր եթե եղբայրներ ունեք, իհարկե հնարավոր է նրանց հետ կապված դրական ինչ-որ զարգացումներ լինեն։ Բարև ձեզ Տիկին Անե ջան, շատ խնդրում եմ ձեզ, ես ծնվել եմ սիրելի Վալիկո Շամոյան, ես շատ գնահատում եմ այո, որ դուք ծնվել եք մայիսի 11-ին 99 թվականին, բայց անհատական խորհրդատվություն ժամանակի սղության պատճառով արդեն բոլորը մինչև ժամը 12-ը գրանցումներն եմ, ես չեմ կարող
այստեղ վերլուծել ձեր անհատական հորոսկոպը ճիշտ է շատ հաճելի կլինի ձեզ համար, բայց ես այդքան ժամանակ չեմ, համեցեք խորհրդատվության, եթերից հետո զանգահարեք կպայմանավորվենք։ Նամանավանդ, որ մինչև ապրիլի 15-ը շարունակվում է զեղչը։ Եվ խեցգետիներ, այ խեցգետիների համար շատ բարենպաստ է վերջապես ապրիլի 18-ին, սիրելի խեցգետիներ, Մարսը լքում է ձեր անհատական առաջին տունը, այսինքն առաջին աստղատունը, այսինքն ձեր իսկ նշանը խեցգետինը։ Դե իհարկե Մարսը խեցգետնում առաջացնում է խեցգետինների համար զանազան խնդիրներ, լինի անձնական, լինի դա գործնական, որտեղ առաջի տունը կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ, ֆինանսական, այսինքն անընդհատ այսպես էներգիայի ավելցուկը խեցգետինները շատերը չեն սիրում այդ ակտիվությունը եւ Մարսը ակտիվություն բերելով խեցգետին կենթանակեպ իհարկե անհանգստացնում է խեցգետիններին այս երկար ու ձիգ ամիսների ընթացքում, բայց մոտ գործելով իհարկե առյուծ արդեն Մարսը հայտնվում է սիրելի խեցգետիներ ձեր երկրորդ աստղատանը, որը եկամուտների տունն է, գնումների տունն է, ունեցվածքի տունն է, եկամուտների աղբյուրների տունն է եւ դա իհարկե կակտիվացնի ձեր բիզնես գործունեությունը, այսինքն առևտրային գործունեություն, բիզնես գործունեությունը, ֆինանսական հաջողությունները պարգևելու Մարսը սովորաբար տալիս է նպատակ եւ այդ նպատակի իրագործում, եթե այդպիսի նպատակ ունեք, ավելի շատ գումար վաստակել, ավելի շատ տարբեր եկամուտների աղբյուրներ ստեղծել, սիրելի խեցգետներ, իսկական ժամանակն է ապրիլի 18-ից հետո դա անել, բայց պետք է հիշել, որ Մարսը միաժամանակ ծախսերի մասին է խոսում, այսինքն այո, եկամուտները ձեր կշատանան, բայց նաև կարող է շատանալ ձեր ծախսերը եւ դուք ավելի շատ ծախսեք, քան նախատեսված է։ Դա նույնպես պետք է հաշվի առնել եւ այսպես շատ շռայլորեն չծախսել այդ գումարները, որը ձեզ գալիս է։ Սիրելի առյուծիկներ, դե իհարկե ձեզ համար շատ փառահեղ Մարսը հայտնվում է ձեր առաջի տանը, որը ձեր անհատական էներգիայի հետ է կապված է զուգընկերների, գործընկերների, գործնական հաջողությունների, կարիերայի, աշխատանքի առողջության հետ, այսինքն ընդհանուր դուք զգալու եք էներգետիկ նոր լիցք եք ստանալու Մարս մորակի մուտքով առյուծ կենդանակի։ Դա շատ բարենպաստ է, պետք է ակտիվ գործել, եթե ցանկանում եք հասնել ձեր երազած նպատակին, պետք է ակտիվ գործել ապրիլի 18-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ եւ իհարկե այստեղ եթե դուք պասիվանաք, եթե դուք ոչ մի քայլեր չձեռնարկեք, Մարսը ձեզ որևիցե դրական դիվիդենդ չի տա։ Այսինքն Մարսը նպաստում է նրանց, ովքեր ակտիվ են, ովքեր ինչ-որ քայլեր են ձեռնարկում, դրանց նա հովանավորում է եւ օգնում է, դա դուք գիտեք։ Ու նաեւ արտաքին այսպես ակտիվություն, գալ է զբաղվել սպորտով, հեծանիվը շատ տեղին կլինի առյուծների համար այս ընթացքում եւ այլն։ Բայց իհարկե եթե ինչ-որ սուր քրոնիկ հիվանդություններն եք, հատկապես սրտի հետ կապված խնդիրներն եք, պետք է զգուշանալ այդ ընթացքում եւ լինել հսկողության տակ, այսինքն եթե քրոնիկ այդ հիվանդությունները կարող սկսեն նաեւ ակտիվանալ, դա առյուծների մասին է։ Ընդհանրապես Մարսը առյուծում դա սրտի խնդիր է, սրտի առյուծում ցանկացած այլ մորակ նույնպես հանգեցնում է սրտի խնդիրների, բայց Մարսը հատկապես է, դրա համար պետք է զգուշանալ նաև այդ խնդիրներից այս ընթացքում, երբ Մարսը գտնվում է առյուծ կենթան, բայց հատկապես առյուծներին է վերաբերվում։ Սիրելի կույսիկներ, Մարսը մտնելով առյուծ կենթանակի հայտնվում է ձեր 12-րդ աստղատան, որ գաղտնի թշնամիների տունը, գաղտնի հիվանդությունների տունն է, չգիտեմ, զգուշացեք գաղտնի թշնամիներից, հնարավոր է այդ մարդիկ իրենց այսպես պուպուշ գեղեցիկ սպիտակ ներկայացնեն, բայց իրականում լինեն ձեր թշնամիները, ձեզ հալածեն եւ այլն եւ այլն։ Այնպես որ դա պետք է հաշվի առնել։ Նաև պետք է հետևել առողջության, հատկապես առյուծներին եւ կույսերին, ինչու, որովհետեւ գաղտնի հիվանդությունները կարող են զարգանալ այն ընթացքում, երբ Մարսը անցնում է ուրեմն առյուծ կենթանակերպով, բայց լավ ակտիվություն կարող է ունենալ կույսը արտասահմանի հետ կապված գործունեության մեջ, այսինքն եթե ձեր աշխատանքը կապված է դրսի հետ կամ դուք գտնվում եք արտասահմանում, դա իհարկե այդ դիրքը բարենպաստ կանդրադառնա ձեր
Սիրելի կշերքներ, ձեզ համար Մարսը մոտ գործել է վարյուց հայտնվում է 11-րդ աստղատանը, իսկ 11-րդ աստղատունը կապված է ընկերների, գաղափարակիցների, նաև անձնական հաջողությունների հետ նպատակների իրագործում է բերում Մարսը 11-րդ տանը կշերքներին է, շատ բարենպաստ դիրք է։ Նաև օնլայն բիզնեսի համար լավ, այսինքն նախաձեռնեք հենց օնլայն բիզնես եւ կունենաք հաջողություն։ Ես բոլոր կենդանակերպերին կանդրադառնամ, ունեցեք համբերություն, սիրելիներս։ Եվ ահա հասանք կարիճներին, սիրելի կարիճներ, ձեր իսկ ղեկավար Մարսը մուտք է գործում Արյուծ եւ հայտնվում է ձեր 10-րդ աստղատանը, որը տալիս է մեծ գործնական հաջողություններ, այսինքն դուք այս ընթացքում ապրիլի 18-ից մինչև հունիսի 17-ը կարող եք վերջապես իրականացնել ձեր ամենանվիրական երազանքները կապված գործնական հաջողության, պաշտոնի, նոր աշխատանքի, չգիտեմ, հասարակական դիրքի հետ կապված, հնարավոր է ձեզ ինչ-որ շատ հետաքրքիր առաջարկություն անեն, որը որ դուք վաղուց սպասում եք եւ անգամ չեք կարող պատկերացնել, որ այդ առաջարկությունը ձեզ կանեն։ Այնպես որ շատ բարենպաստ է նաեւ առյուծների համար այս դիրքը։ Ով որ աշխատում է, ասենք աշխատանք կոնկրետ նոր աշխատանք է հնարավոր եւ ձեր տնօրենը կարող է լինել երիտասարդ տղամարդ այդ աշխատանքի, որտեղ դուք տեղավոր եք, կամ կարող է տնօրենը փոխվել եւ երիտասարդ տղամ գալ, իբրև տնօրեն, եթե դուք վարձու աշխատող եք իհարկե։ Եթե բիզնես ունեք, դա նույնպես շատ բարենպաստ է, պետք է ակտիվ համագործակցել երիտասարդ տղամարդկանց հետ եւ այդ դեպքում կունենաք հաջողություն։ Սիրելի աղեղնավորներ, Մարսի դիրքը առյուծ կենդանակերպում շատ բարենպաստ է ձեզ համար, հատկապես լավ է ճամփորդել։ Հենց ձեզ սիրելի աղեղնավորներ պետք է ճամփորդել, ակտիվացնել ձեր փոխհարաբերությունները արտասահմանի հետ, արտասահմանյան կազմակերպությունների հետ, նաև հնարավոր է ինչ-որ ուզող հայտնվի արտասահմանից երիտասարդ տղամարդ, նույնպես Մարսը հենց երիտասարդ տղամարդկանց խորհրդանիշն է։ Նաև եթե դատական գործընթացների մեջ են ներգրավված աղեղնավորները, նույնպես Մարսի տարանցումը առյուծ կենդանակերպով կարագացնի, ընդհանրապես Մարսը արագացնելու հատկություն ունի բոլոր գործընթացները, ապրիլի 18-ից մինչև հունիսի 17 այդ դատական խնդիրը կկարգավորվի, եթե դուք աղեղնավոր եք։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար Մարսը հայտնվելով առյուծ կենդանակերպում տարանցում է ձեր 8-րդ աստղատունով, 8-րդ աստղատունը լարված իրավիճակների տուն է, դա մի քիչ բարդ, ամենաբարդ դիրքն է, իհարկե այդ եղջյուրների համար այնքան էլ բարենպաստ չէ Մարսի դիրքը, ուրեմն ընդհանրապես հողեղեն նշանների համար Մարսի դիրքը առյուծ կենդանակերպում բարենպաստ չէ։ 8-րդ տունը կապված է մեծ գումարների հետ, պարտքերի, վարկերի, ժառանգության հետ, պետության կողմից տրվող գումարների եւ ստրախովկաների հետ է կապված։ Այստեղ հնարավոր է, որ նաև հիմնական, այսպես ասած, դրական կողմը այս տարանցման, դա այդ եղջյուրների համար անձամբ դա լինելու է, որ ձեր գործընկերների կամ զուգընկերների գումարները զգալիորեն աճելու են, դա է լինելու։ Արդեն հոգնել եք, չեք ցանկանում երևի լսել մնացածը, սիրելի բարեկամներ, բայց քանի որ խոստացել եմ, մի փոքր էլ դիմացեք, հասկանում եմ, որ արդեն հետաքրքիր չէ ձեզ, բայց խոստացել եմ բոլոր 12 կենդանակերպերին ներկայացնեմ, ահա, ասեցին, որ այդ եղջյուրները հնարավոր է գումարներ կորցնեն, այնպես որ այդ ընթացքում ես խորհուրդ չեմ տալիս ինչ-որ մեծ բիզնեսներ սկսել, մեծ ներդրումներ անել կամ առանց հաշվարկի հիպոթեկային վարկեր վերցնել, նույնպես այդ եղջյուրների համար այնքան էլ բարենպաստ չէ։ Այդ եղջյուրները այս ընթացքում պետք է նաև զգուշ լինեն ճանապարհներին։ Ջրհոսներ, սիրելի ջրհոսներ, ձեզ մոտ Մարսը մտնելով առյուծ կենդանակերպ հայտնվում է 7-րդ աստղատան, իսկ 7-րդ աստղատունը կապված է մեր գործընկերների, զուգընկերների հետ։ Ահա այստեղ միայնակ ջրհոսները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին, անպայման ինչ-որ ընկեր կհայտնվի ձեզ համար, սիրելի ջրհոսներ։ Ամուսնացած ջրհոսների համար հնարավոր են բախումներ ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, այսինքն ամուսնու հետ հնարավոր են բախումներ։
որովհետև Մարսը դիմակայելու է ձեր արեգակին, սիրելի ջրհոսներ, այստեղ պետք է զգուշ լինել, նաև էքստրեմալ սպորտով չզբաղվել, էքստրեմալ ինչ-որ պայմանագրեր չստորագրել, որ դուք չեք կարողանա իրագործել, դժվարությամբ կիրագործեք, եթե վատագույն դեպքում կարող է դատական գործ ձեր դեմ հարուցվի, պես որ պետք է շատ զգուշանաք, քանի որ Մարսը դիմակայում է ձեր արեգակին։ Եվ վերջո ձկնիկներ, սիրելի ձկնիկներ, Մարսը մուտք գործելով առյուծ կենդանակերպ հայտնում է ձեր 6-րդ աստղատանը։ 6-րդ աստղատուն կապված աշխատանքի, պատասխանատվության, առօրյա հոգսերի հետ, նաև հիվանդությունների և առողջության հետ։ Ձկներին պետք է ուշադրություն դարձնել նաև այդ ու նաև հույսերին։ Պետք է ուշադրություն դարձնել առողջությանը։ Մարսը առաջացնում է սուր բորբոքային պրոցեսներ, ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություններ և պետք է զգուշանալ այդ սեզոնային խնդիրներից, եթե ձկներ կենդանակերպում որակներ ունեք, դա նամանավանդ ակտուալ է ձեզ համար, սիրելիներս, նոր աշխատանք կամ ավելի շատ եք աշխատելու ինչ-որ պրոյեկտի վրա, ինչ-որ նախագծի վրա, ինչ-որ կամ երկրորդ աշխատանքն են ձեզ առաջարկելու, դուք համաձայնվելու եք և այսպես էներգիան ամբողջությամբ ուժասպառ լինելով աշխատելու եք։ Առօրյա կյանքում հնարավոր է վերանորոգում սկսեք ձեր տանը, հնարավոր է ինչ-որ վերանորոգել եք արդեն ձեզ չի բավարարում արդյունքը, նորից այդ վերանորոգումը կազմակերպեք և այսպես շարունակ։ Մի խոսքով շահում են հատկապես հրեղեն նշաններ, իհարկե այս դիրքից։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, բարենպաստ է ջրային նշանների համար Մարսը առյուծ կենդանակերպում։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է սպասում մեզ մայիսին, իհարկե մայիսին նույնպես շատ հետաքրքիր աստղաբանական իրադարձություններ կլինեն, դա հատկապես Սատուրնի մուտքը Խոյ կենդանակերպ կլինի, ես առանձին այդ թեմային կնվիրեմ եթեր, մենք կհանդիպենք կարծում եմ մայիսին, արդեն մայիսի կեսերին, եթե ինչ-որ արտառոտ զարգացումներ, իրադարձություններ ռազմաքաղաքական ոլորտում տեղի չունենան, որտեղ Հայաստանը նույնպես հարվածի տակ է, հայտնվում ապրիլի վերջում արդեն այդ վտանգավոր այսպես ռազմաքաղաքական սրացումը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա և շատ հավանական է, որ կանդրադառնա։ Ես իհարկե շատ մանրամասն այդ ամենին անդրադարձել եմ, ես ձեզ մաղթում եմ ուրախ ծաղկազարդ, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube կանալիքին, պատվիրեք այդ բաղդ բացելու ալողակարգը, որը ավագ հինգշաբթի օրն են կատարելու, ապրիլի 17-ին այս տարի։ Ահա այսքան է, ես նույնպես շատ ուրախ եմ երջանիկ, որ այս ուրախ ծաղկազարդ տոնով դուք մասնակցում եք իմ եթերին, անհատական խորհրդատվության սահմաններում եմ դիտարկում անհատական տվյալները 0808964, այո, ես տեսնում եմ, ձեր մասին ես կարող եմ ասել, բայց միայն խորհրդատվության շրջանակներում մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, ստեսություն սիրելիներս,